Խազեր երաժշտական մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց նոր ֆորմատով Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից։ Մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ շնորհվեցին տարբեր անվանակարգերում։ Արտիստները պարգևատրվեցին տարվա կտրվածքով իրենց կատարած աշխատանքի համար։ Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ Սոնա Ռուբենյանը դարձավ տարվա լավագույն երգչուհին։ Լավագույն երգ ու տեսահոլովակ էլ ճանաչվեց Արամեն Պետրիի «Երևի» կատարումը։ Սոնա Ռուբենյանին տարվա լավագույն երգչուհու մրցանակը հանձնեց Սիրուշոն։ Սոնան էլ չկարողացավ զսպել հուզմունքը, դահլիճում էին նաև երգչուհու ծնողները։ Սոնա Ռուբենյան Ինձ համար շատ անսպասելի էր, բայց շատ ուրախ եմ։ Ուզում եմ շնորհակալություն ասել ակադեմիային այս ահռելի մեծ աշխատանքի համար։ Նշենք, որ երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում, որը տվել էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, խոսել էր հարսանիքից հետո իր հասցեին հնչող քննադատությունների ու ամենատարբեր մեկնաբանությունների մասին։ Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները, այսինքն եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն ինչ։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում, բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնասիրելու եւ ինքն էլ հասկացավ, թե այս ամեն ինչը ոնց է դասավորված ու արդեն շատ հանգիստ է այս ամեն ինչի հետ կապված։ Վստահությունն ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ։ Իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ։ Վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել, ընտանիքի հանգստությունը ամենակարևորն է։ Սոնայի եւ ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ եղան նաեւ քննադատություններ, որոնք կապված էին Սոնայի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուհու մայրը նշել էր. «Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար»։ Իսկ ահա Սոնան պատմել էր. «Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս, գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ գնում»։ Ես կասկածներ ունեմ։ Ես կարծում դու ես։ Չէ։ Մաման է, իր մաման է, հենա։ Մաֆիա լավ է։ Հետո մեկ։ Դա դուք ասեք, դա թե չտա։ Ես երկող չկա։ Որսոն։ Վատից գեղեցի մաշիկս, վարկոշիկս, վատից գեղեցի մաշիկս։ Անուշիկա լավեջան։ Ինձ տվեք իմ վարկոշիկս, վատից գեղեցիկ մաշիկս, վարկոշիկս, վատից գեղեցիկ մաշիկս։ Բրավո։ Ավելի կարող ես։ Բրավո։ Ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր։ Հարսեմ գնում տանից հեռանում, 17 տարեկան նանի ջան, ասենք շնորհավոր,
Այլամրացյա զորությամբ սխաչի կոպերկեցին ամենայի որոգայթից սատանայի և կեզ վայել է պարկ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, տերի զորության կում ուրախ եղիցի թակավորի պրկության կում ծնծած ծեհուր, լուրդ ուսր և տեզի ծանկացավ թակավոր գեղոքով։ Արյալ ձերն և այի Եվ դու դուսրիմ հարս, մինչև հիմա հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Եվ հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, օրհնյալս Տեր Աստված Արիչ ամենայն արածոց, որ դու միայն ես բայրար և կարող, որ արыз ամենայն արածս խաբերություն, որպես ըմության սոցա, իժարագություն վարուտ առակինությանի պարաս ամենասպանվանքով։ Տեր Աստված մել է պաշպան սարայիս կոց և տուն ապավինի զամենային ակրոս կենացոցա։ Հրկյաս ու սավտարոտի խորքով։ Երեք։ Նայներ քե Սանայությամբ դանդաղ է շարժվում շատ դանդաղ Եմ Ռաֆայնով մենակ ոնց դիմավորել Պուչիկները Վայ Ռաֆո
Նորը մեկը գրել է հրթարի է դրել, գրել է մատ վախացրել է տաթոյին։ Ասեմ չեք հավատա, բայց հարսից շուտ եմ հասա։ Գիտեմ բոլորը ուրախ եք, ես եմ շատ ուրախ։ Մինչև ուշ գիշեր ժամանակ եք ունենալ և հավիտյանը սավիտենից ամեն, Բեյզուրկյան ու մուրատ երիցի թակարի մտության ծնծածվետին, լուրդ ու սրիև դեզի ծանկացավ թակավոր Գևորգով։